ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ունենա ամեն ինչ։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է YouTube-ի անալիքով։ Ես միշտ զգացել եմ, որ Պուտինը ցանկանում է ամեն ինչ, այլ ոչ թե միայն մի կտոր։ Մենք չենք ուզում, որ նա ունենա ամեն ինչ, ասել է Թրամփը։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն դժգոհ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռևս հավատում է, որ հրադադարը հնարավոր է, բայց որ դրան հասնելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Sky News-ը մեջբերել է նրա խոսքերը Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից։ Իհարկե, հրադադարը դեռևս հնարավոր է եւ մեզ բոլորիս անհրաժեշտ է հրադադար, բայց մենք պետք է մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթը շատ կարևոր է, բայց որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը պետք է մեծացվի հակամարտությունը դադարեցնելու համար։ Բելգիան կարգելափակի սառեցված ակտիվների բռնագրավումը, եթե Եվրամիությունը չկիսի ռիսկերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վիևերը այս մասին հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչը նաև հիշեցրել է, որ նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչ ոք չի կպել սառեցված ակտիվներին։ Ավելին ըստ դե Վիևերի, եթե օգտագործվեն ռուսական միջոցներ, Եվրամիության երկրները պետք է պատրաստվեն Ռուսաստանում եւ նրա դաշնակից երկրներում գտնվող արևմտյան ակտիվների դեմ պատասխան միջոցառումների։ Եվրոպական ծագում ունեցող ընկերությունները կբռնագրավեն Ռուսաստանում։ Արևմուտքում սառեցված գումարները, որոնք նույնպես գտնվում են Ռուսաստանում, կբռնագրավեն, զգուշացրել են նա։ Բելգիայի վարչապետը ընդգծել է, որ Եվրամիության երկրները կտուժեն հսկայական պահանջներից, եթե ռուսական ակտիվները բռնագրավվեն։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրբոն Պոլիտիկոին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի վերջո Ուկրաինա կտեղափոխի հեռահար տոմահավք հրթիռներ Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար։ Նա պնդել է, որ Ռուսաստանը ենթադրաբար անվտանգության մշտական սպառնալիք է եւ հետեւաբար Ուկրաինային զենք է անհրաժեշտ ինքնապաշտպանության համար։ Եթե Կիևի դաշնակիցները ցանկանում են դադարեցնել հակամարտությունը, նրանք պետք է լինեն նույն մակարդակի վրա, եթե ոչ ավելի ուժեղ, քան Ռուսաստանը, կարծում է քաղաքական գործիչը։ Ես մեծ հույս ունեմ, որ նրանք կստանան անհրաժեշտ հնարավորություններ Ռուսաստանին հարվածելու եւ իրենց պաշտպանելու համար։ Մենք գիտենք, որ սա Զելենսկու եւ Միացյալ Նահանգների հարցն է եւ ես մեծ հույս ունեմ, որ նրանք լուծում կգտնեն, հայտարարել է Օրբոն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատրաստվում է այցելել Վաշինգտոն M1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում իր հանդիպումն անցել է հիանալի մթնոլորտում, իսկ այդ պատճառով այն տևել է նախատեսվածից ավելի երկար։ Մի կողմից մենք պետք է քննարկեինք խաղաղության ջանքերին վերաբերող հարցեր, իսկ մյուս կողմից վարչապետի Վաշինգտոն կատարելիք առաջիկա այցին վերաբերող թեմաներ, ասել է Սիյարտոն։